Պարոն Սարգսյան, ես ուզում եմ իմանալ, բոլորս էլ հարց եմ տալիս, ուզում եմ իմանալ արդյոք այդ դեպքից առաջ, քանի որ դեպքից հետո արդեն իսկ տեսանք Մհեր Ախտոյանի տան մոտ, Վալոդիա Գրիգորյանի առանձնատան եւ նաեւ հայրական տան մոտ ոստիկանությունը հսկողություն է իրականացնում, արդյոք դրանից առաջ այս ամիսների ընթացքում եւս ոստիկանությունը շարունակել է հերթապահություն իրականացնել եւ 3 ձերբակալված անձը Նարեկ Օհանյանը սեպտեմբերի 23-ին ինչ վարք է դրսևորել, ուր է գնացել, արդյոք կասկածի տեղիք չի տվել իր վարքը կամ արդյոք ինքն է իրականացրել զինված հարձակումը, թե ոչ։ Ես շարունակեմ էլի հարցը, արդյոք այդ բացատրական աշխատանքների մեջ, որ դուք ասում եք հավաքված են եղել եւ այլն, ինքը եւս եղել է այն թիրախում, որ չդիմի նման ծայրահեղ քայլի։ Հարգելի գործընկերներ, այս պահի դրությամբ ձերբակալվածի գործողությունների նրա վերաբերյալ զերծ կմնան որևէ հրապարակում։ Պարոն Սարգսյան, այսինքն մինչ այդ բացատրական եւ ոստիկանությունը իր ուշադրության ներքո է պահել այդ ամեն ինչը մարդկանց, արդյոք նա եւս եղել է այդ ուշադրության թիրախում։ Նա եւս եղել է ուշադրության կենտրոնում եւ ձեր հարցին էլ պատասխանեմ, որ կապված հենակետերի հետ, այո, հենակետեր ամիսներ շարունակ եղել են այդ հատվածներում, ինչից հետո արդեն սկսել ենք իրականացնել բացատրական աշխատանքներ, ոչ որպես այդպիսին ցուցադրական, նաև ցուցադրական ինչ եմ նշում, տեսանելի ծառայություն։